Վաղ առավոտից լուրեր են շրջանառվում եկեղեցական սպասավորների ձերբակալությունների մասին, որոնց թվում է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը։ Քննչական կոմիտեից Արարատ Նյուզին փոխանցել են։ Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվառույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային եւ ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ Արամուսում ամուսիններին այնուհետև եւս 2 հոգու սպանած անձը 2 ամսով կալանավորվել է։ Սպիտակում կրակոցներ են հնչել ազգային ժողովի նախկին падգամավոր գործարար Արկադի Համբարձումյանի Դերժավայի Արկադիի տան մոտ։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ։ Ձերբակալվածների թվում են նաև Արկադի Համբարձումյանի որդին։ Մոսկվան հիմա էլ է պատրաստ հարթակ տրամադրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման համար, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարը։ Մոսկվան առանձնահատուկ նշանակություն է տալիս երկու երկրի հարաբերությունների կարգավորմանը։ Բոլոր ծրագրերը գործնականում իրականացնելու համար դեռևս զգալի աշխատանք է պետք։ Պատրաստ ենք կողմերին անհրաժեշտ աջակցություն տրամադրել մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար։ Գալուզինը գոհունակություն է հայտնել Երևանի եւ Անկարայի միջև երկխոսության ակտիվացման կապակցությամբ, վերջինիս հավաստմամբ այդ գործընթացը սկիզբ է առել Մոսկվայի աջակցությամբ։